Սիրելի հայրենիքներ, հարգելի Հայաստանի քաղաքացիներ, ձեր մասնակցությամբ ես այժմ ուղերձ եմ հողում Հայաստանի պաշտպանության նախարարին։ Հուսամ, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել Սյունիքում զինվորների երթման ժամանակ հայ ազգը կոչվել է ցեղ։ Ցեղ, երթվում են ցեղին, ոչ թե ազգին, այլ ցեղին։ Հուսամ պաշտպանության նախարարը լավ գիտե, որ այո, բանաստեղծական արտահայտություններ եւ այդ ոգով արված ձևակերպումներ սկսած Դանիել Վարուժանից, Նժդեի ցեղապաշտական ուսմունքը եղել են, բայց պետությունը դա ազգի հավաքական կառույցն է եւ պետական համապատասխան հաստատությունները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն երևույթին։ Ցեղը ընդհանրապես որևէ հասկացություն օգտագործելիս փորձեք թարգմանել այդ հասկացությունը ձեզ հայտնի որևէ այլ լեզվով, հետո օգտագործեք։ Ցեղը դա առաջնորդվող, ղեկավարող մարդկային հավաքական խումբ է։ Ազգը ժամանակակից եզրաբանության մեջ ազգը ընդունված է համարել այն հավաքականությունը, որ ունի պետություն, միավորված ազգերի կազմակերպություն, այսինքն ոչ թե միավորված պետությունների, այլ ազգերի, կամ ազգ, ազգային, պետական, դրանք հոմանիշներ են, ազգային օպերա, ազգային ակադեմիա։ Այս որն է ձեր ցանկությունը, հուսամ, գիտեք, ասում եմ, բայց դեռ մի տեսակ հույս ունեմ, որ դա ինչ-որ մասնավոր տեղական դրսևորում է եղել։ Ինչ է նշանակում երիտասարդ հային ստիպել, ընդունել, որ ինքը ինչ-որ ցեղախմբի ներկայացուցիչ է, ոչ թե ազգի։ Ազգը դա կազմակերպված գործունեության ընդունակ, պետական կառույցներ ունեցող միավոր է։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, եթե պետք է ես կներկայացնեմ տեսագրությունը, այդ այլանդակության, այդ ազգադավ վերաբերմունքին վերջ տալ։ Ցեղ։ Լավ է չեք ասում ցեղ։ Հայկական վայրի ցեղերը Հայաստանում պետություն են ստեղծել, տես սրանց, իրենց էլ ազգ են համարում։ Անձամբ չեմ առնչվել կամ գուցե առնչվել եմ, մոռացել եմ, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ այս հրապարակային ուղերձից հետո պաշտպանության նախարարը մեր ազգին նսեմացնող գործողությունների համար, հայությանը ցեղախումբ համարելու դավադիր մոտեցման համար պատասխանատվության է ենթարկվելու։ Աստված տա, որ ես սխալ տեղեկություն ստացած լինեմ եւ տեսագրությունն էլ, որ իմ տրամադրության տակ է, ինչ որ պարզունակ ներկայացում լինի ընդամենը։